Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ծնվել էր Սիրիայի տարածքում, Հալեպում։ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները ծնվել են Արցախում, թեև այսօր այդ խոսքը գրեթե արգելված է և մեզ առաջարկում են ասել Ղարաբաղ կամ Ադրբեջանի տարածքում։ Ինչևէ, քանի որ ես այսօր պատրաստվում եմ խոսել իշխանության աշխարհագրության մասին, նշենք միայն այն, որ իրենք ծնվել են ՀՀ տարածքից դուրս։ Չորրորդ ոչ թե նախագահ, այլ վարչապետը, որը փաստորեն և վարչապետ է, և նախագահ, և արտգործնախարար, և դատախազ, և կաթողիկոս, ես ոչինչ չեմ մոռացել, երևի մոռացել եմ, ինչևէ, նա նույնպես ծնվել է մարզերում, այսպես ասենք, Տավուշում։ Կարծես թե ինչ կապ ունի այս ամենը մեր այսօրվա իրավիճակի հետ։ Ուղիղ կապ ունի սա, որովհետև մենք խոսում ենք քաղաքականությունից, քաղաքակրթությունից, քաղաքավարությունից, մի շարք բաներից, որոնց արմատը քաղաքն է։ Իմիջիալոց դա ոչ միայն հայերենի յուրահատկությունն է, պոլիս, պոլիտիկա, politesse, politeness, այսինքն էտիկետ, այդ ամենը քաղաք բառի հետ է կապված, որտեղ պոլիս դա ոչ միայն ոստիկանություն է, դա նախ եւ առաջ քաղաք է, պոլիս, Կոնստանտնուպոլիս։ Իմիջիալոց տամ ձեզ մի հարց, ինչպես եք կարծում, ինչն էր սկզբից առաջացել, գյուղը թե քաղաքը։ Շատերը կմտածեն, որ դա իհարկե գյուղը, ինչ քաղաք, և կսխալվեն, որովհետև սկզբից մարդկությունը պարիսպապատեց իրենց վայրերը, որտեղ ապրում էին, ագարակները, գյուղակները, իսկ քաղաքը գյուղից տարբերվում է հիմնականում, կամ ի սկզբանե, նրանով, որ քաղաքը պարիսպապատված է, քաղաքը դա ամրոց է, և քաղաքում ապրել, այսինքն քաղաքավարություն հանդես բերել, քաղաքակրթություն ձեռք բերել, դառնալ քաղաքացի, նշանակում էր միասին փակ տարածքում, համենայն դեպս սահմանափակված տարածքում ապրելու արվեստը և արհեստը, ահա ինչից սկսվեց մարդկային քաղաքակրթությունը, որտև գյուղը ամենայն հարգանքով և սիրով գյուղի վերաբերյալ չունի հստակ սահման վայրի բնության հետ, գյուղը դուրս է գալիս դեպի դաշտ, դեպի արոտավայր, դեպի անտառ, նայած ինչը որտեղ, դեպի չոլ, այնտեղից դրսից գալիս է թշնամին, դրսից գալիս է ցուրտ ու բուքը, դրսից գալիս է գազանը, և մարդիկ նախ և առաջ անվտանգությունից ելնելով դրդված վախով կառուցում են պատեր և ապրում են այդ պատերի ետևում, որովհետև դա է դարձնում նրանց քաղաքացի, իրենք իրար են ապավինում, իրենք չեն կարող ապրել անտեսելով միմյանց և սկսվում է իրար հետ, միմյանց հետ ապրելու, այսինքն հարգելու, այսինքն զիջելու, այսինքն հանդուրժելու մի ամբողջ համակարգ և դա սկզբից կոչվում է քաղաքավարություն, հետո քաղաքակրթություն, վերջում, չէ, նախավերջինը, ասեցի քաղաքակրթություն, դեռ չեմ ասել, քաղաքակրթություն և միայն այդ երեքը իր մեջ ամփոփված, կլանած մարդը դառնում է քաղաքացի, առանց դրա չի ստացվում քաղաքացի, իսկ ես ձեզ հիմա դիմում եմ ոչ միայն որպես հայրենակիցների, այլ որպես քաղաքացիների, համաքաղաքացիների և ավելի կոնկրետ, գիտեք, ես չեմ սիրում ու երբեք չեմ օգտվել այդ քաղքի տղա
բնիկ Երևանցի, թեև ես բնիկ Երևանցի եմ, ես ծնվել եմ Երևանում, Ռուբեն Ախվերդյանի բնորոշմամբ ասել է, իսկական Երևանցին նա է, ով ծնվել է Մարգարյանի հիվանդանոցում։ Ես ծնվել եմ Մարգարյանի ծննդատանը, Մարգարյանի հիվանդանոցում, բայց դա ոչինչ չի նշանակում։ Դա առավելություն չի տալիս ձեր նկատմամբ, բայց մենք ծնվել ենք Երևանում, որը բախտի բերմամբ մեր 13-րդ մայրաքաղաք դառնալով դարձավ միաժամանակ հայի հավաքական կերպարը, որովհետև երևանցիները, բնիկ երևանցիները, երկրորդ, երրորդ սերնդի, ես առաջի սերնդի երևանցի եմ, հայրս Թիֆլիսեցի է, մայրս լոռեցի, ես եմ ծնվել Երևանում և իմ երեխաներն ու թոռները, նրանք արդեն երկրորդ ու երրորդ սերնդի երևանցիներ են, բայց ասածս այն է, որ մեր երկիրը կուտակված է Երևանում, այստեղ է կուտակված տնտեսական, մշակութային, քաղաքական կյանքը, այստեղ է որոշվում երկրի ճակատագիրը, այստեղ է մշակվում հայոց քաղաքականությունը, հայոց քաղաքակրթությունը և այն, որ 35 տարի Հայաստանով, Երևանի միջոցով ղեկավարում են գավառական մարդիկ, ես կարծես սկսել եմ վիրավորել մարդկանց, կրկնում եմ, ես շատ լավ տարբերում եմ գյուղացու և գյուղացուն գեղցուց, ինձ համար այդ տարբերությունը գիտեք ինչումն է, ես ապրել եմ գյուղում, հիմա էլ ամառանոց ունեմ գյուղում և պաշտում եմ գյուղացիներին, ումից հաց եմ առնում, մածուն, կաթ, միս, լոլիկ, կարտոֆիլ, որովհետև ես տեսնում եմ ինչպես են իրենք աճեցնում, իմ հարևանը Վարուժը, Հացավան գյուղից, Գառնիի չհասած մի գյուղ, գլուխ է գովում և իրավունք ունի, նրանով, որ նա խանութ չի գնում, օղին էլ ինքն է պատրաստում, ջուրը կա, հացից մինչև միս, պանրից մինչև կարագ, ամեն ինչը, միայն աղն ու շաքարավազն է առնում մեկ-մեկ, այն էլ ասում է առողջությանը վնաս է, Մշեցի, ամբողջ այդ գյուղը իմջալուց Մշից եկած մարդիկ են և երկու ընտանիք են ընդամենը եկել և հիմա մի ամբողջ գյուղ է ու բոլորի աչքերը ոսկեգույն են, մեղրագույն են, պատկերացնում եք, նայեք, ֆանտաստիկ գյուղ է, ինչի ես խոսեցի այդ մասին մի քիչ երկարեցի, որովհետև ես պաշտում եմ այդ մարդուն, ես հարգում եմ նրան, նա հող է մշակում և նա ինձ հետ խոսում է շատ լավ հասկանալով, որ նա է ապահովում իմ հացը հանապազորիա, իրենը և իմը, և երբ որ ինքը ինձ հետ խոսում է ու ինձ հարց է տալիս, նա ասում է այն մասին, ինչը ես հասցրել եմ սովորել, գիտակցել, մշակել, բանաձևել, քանի որ ես ունեի այն ժամանակը, որ ինքն է ինձ տվել, դա է գյուղացին, դա է մեր ազգի հիմքը, որովհետև, գիտեք, մշակույթը ազգային է, արվեստը ազգային չի կարող լինել, արվեստը միշտ միջազգային է, մշակույթը պետք է լինի ազգային և նա է ազգային մշակույթի հիմքը, իմ գյուղացի հարևան Վարուժը, բայց մեզնով ղեկավարում են ոչ թե գյուղացիները, այլ գեղցիները, մարդիկ, ովքեր դուրս են եկել գյուղից դեպի քաղաք և չհասան քաղաք, մնացին Արվարձանում, ես դիմում եմ երևանցիներին հիմա, մարդկանց, ովքեր առաջի սերնդում կամ երրորդ սերնդում են երևանցիներ, կամ նոր են եկել, ովքեր ապրում են մեր սքանչելի, դժբախտ, հպարտ, վախենում եմ խոսքերից արդեն, բոլոր խոսքերը վարկաբեկված են, մեր մայրաքաղաքում, շատ քիչ հասկանալով, թե ուր են եկել, որտեղ են ապրում և ինչ պատասխանատվություն ունեն այս քաղաքի համար, սա իմ քաղաքն է և հիմա ընտրություններից
շաբաթներ առաջ ես ուզում եմ դիմել երևանցիներին։ Դուք եք որոշելու այս ընտրությունների ելքը։ Այո, Նիկոլ Փաշինյանը դիմում է գյուղացիներին եւ գեղցիներին։ Նա գրեթե չունի հենք, նա չունի նեցուկ աջակցություն քաղաքներում, ոչ Գյումրիում, ոչ Երևանում, կարծում եմ ոչ էլ Վանաձորում, չէ, իհարկե բարձրացումներ կլինեն, աչքս կկոխեն, բայց ես գիտեմ, որ քաղաքացիները մերժում են Փաշինյանի գեղչկական, ցուցադրական գեղչկական կեղծ մշակույթը, այդ կեղծավոր կարկանգդակ կամ եգիպտացորեն կամ կարտոֆիլ ուտելը ցույց տալու համար, թե ես ձեր պես հաց եմ ուտում, դու մեր պես շատ բան ես անում, բայց մենք դրա համար չենք ընտրել քեզ, որ տեսնենք ինչպես ես դու ուտում կարկանդակներ։ Մենք ընտրել ենք քեզ, որ դու քաղաքականություն վարես, իսկ դու խաղաղությունը շփոթում ես պարտության հետ, քո վախը շփոթում ես իմաստության հետ, զգուշավորության հետ, դու շփոթում ես քաղաքակրթությունը այս դեմագոգիայի, էժանագին ամբողջավարության հետ, եւ ես դիմում եմ երևանցուն, մենք պետք է կանգնեցնենք այս անկումը, մենք պետք է հասկանանք, որ իշխանությունը ոչ թե Հալեպից, ոչ թե Տող գյուղից, ոչ թե Իջևանից, այլ Երևանից պետք է լինի հիմա։ Ոչ թե այն պատճառով, որ ես երևանցի եմ ու ասում եմ ընտրեք ինձ, թեև ես իհարկե ասում եմ, այո, ես երևանցի եմ եւ ես առաջարկում եմ ընտրել ինձ, բայց դա չի պատճառը իմ այսօրվա խոսքի։ Ես կրողն եմ այս քաղաքակրթության, իսկ ինքը ոչ, իսկ Ռոբերտ Քոչարյանը ոչ, իսկ Սերժ Սարգսյանը, Սամվել Կարապետյանը, շարունակեմ, Գագիկ Ծառուկյանը, լավ չշարունակեմ, ոչ։ Կրկնում եմ, սա սնոբիզմի, կեղծ սնապաշտության ու փառասիրության մանիֆեստ չէ։ Սա այն մասին է, որ այս անկումը, որը մենք ապրում ենք, այս խայտառակությունը, այս գահավիժումը մեր բոլոր բարձունքներից, այս վայրեջքը, այս հետնահանջը պետք է կանգնեցնել եւ կանգնեցնել կարող է դա միայն Երևանը։ Ես դիտմում եմ ձեր ինքնասիրությանը։ Մի նստեք սրճարաններում, մի սպասեք, որ մենք անենք ձեր գործը։ Մեզ պետք է ձեր ձայնը։ Մեզ պետք է ձեր գիտակցված ընտրությունը, որովհետև մեր տեսակն է վտանգված, մեր տեսակը, մեր ու ձեր արժեքներն են վտանգված, դա խորամանկություն չի, դա վախվորություն է, այս պահին, երբ որ ես այստեղ խոսում եմ ձեզ հետ, Փաշինյանը հերթական անգամ խաբելով Եվրոպային վազեց Ռուսաստան, այնտեղ որտեղից մենք 35 տարի, որ պետք է դուրս պրծնենք և մինչև հիմա դուրս չենք պրծնում, և ինչ է նա ասում, ինչ որ ծոցային, տատիկին, որը մոտեցել է նրան ու ասում է, հանկարծ չթշնամանաս ռուսների հետ, հա, իրանք թշնամի են, բայց դու իրանց հետ մի թշնամացի, ես կոչ չեմ անում թշնամանալ թշնամու հետ, անիմաստ է, թշնամին առանձայն էլ թշնամի է, ես կոչ եմ անում չխաբել ժողովրդին ու չասել, որ չէ գիտեք, նրանք մեր բարեկամներն են ու մենք իրենցից ենք ստանում մեր անվտանգությունը, ոչ, դա սուտ է, դա կեղծիք է, Երևանը ստեղծվել էր շատ վաղուց Շենգավիթի և Հրազդանի ձորի քարանձավները խոսում են այդ մասին, բայց քանի որ մենք նշում ենք Երևանի
2800-ամյակը արդեն անգամ ավել, այսինքն արարատյան թագավորների բացահայտումը, ինչպես Կոլումբոսը Ամերիկան բացահայտեց Եվրոպայի համար, թեև մինչև Կոլումբոս այդտեղ մարդիկ կային եւ օրինակ վիկինգները նրանից կարծեմ մի 500 տարի առաջ են եկել Ամերիկա չհասկանալով իհարկե ինչպես եւ ինքը որ դա Ամերիկա է։ Ինչի եկավ այստեղ Վանա թագավորությունից, Արարատյան թագավորությունից, Տոսպից, Տուշպայից, մայրաքաղաքից։ Ինչու եկավ այստեղ Արգիշտին։ Մենուայի որդի Արգիշտին։ Որովհետև նրանք փնտրում էին խմելու ջրի ռազմավարական պաշարներ։ Եվ ասեմ ձեզ մի փոքր գաղտնիք։ Երևանից մինչև Արարատ, իսկ Արգիշտին Արարատյան թագավորության բանակով եկավ Արարատի կողմից անցնելով երկու գագաթների Սիսի ու Մասիսի արանքով։ Այնտեղից ստորոտներից Արարատի մինչև Էրեբունի Երևան մոտավորապես 50-55 կիլոմետր է։ Երևանից մինչև Սևան նույնպես 50-55 կիլոմետր է։ Ինչու՞, որովհետև այդ ճանապարհը 50-55 կիլոմետր, այդ տարածությունը, դա այն տարածությունն է, որը մեկ օրվա մեջ անցնում է հետևակը, բանակը։ Տղամարդը 10 ժամվա ընթացքում քայլելով անցնում է մոտավորապես 50-55 կիլոմետր եւ Երևանը կառուցվեց որպես ամրոց, ուղեկալ այս ռազմավարական ճանապարհի վրա, որտեղ Արարատյան թագավորները այստեղ Հայաստան եկել էին Սևանի համար եւ Սևանը, որին կցված է Արևելյան Հայաստանը, դա էր գանձը, դա էր ռազմավարական նպատակը եւ դա է արքայական նվերը մեզ։ Ուստի Երևանը միշտ եղել է ամրոց։ Ես վերադառնում եմ այդ գաղափարին, Սևանից վերադառնում եմ Երևան, պարզապես ուզում եմ ցույց տալ, որ ի սկզբանե Երևանը ամրոց էր։ Երևանը հայության այսօր վերջին ամրոցն է։ Ճիշտ է, պատերը անցնում են ոչ թե Հրազդանի կիրճով։ Պատերը անցնում էին Արցախով, իմ սերունդը, ու ես երջանկություն ու պատիվ ունեմ մասնակից լինելու այդ երկու պատերազմների։ Մենք բերեցինք մեր սահմանները մինչև Մայրաբերդի, չեմ ուզում Ասկերան անունը օգտագործել, այդ ամրոցը, դա էր մեր պատը, դա էր մեր սահմանը։ Տիգրան Մեծը, Տիգրանակերտ Արցախյան կառուցեց որպես ամրոց։ Հիմա սահմանը եկավ դեպի Սյունիք։ Մենք հիմա պետք է Երևանը ազատագրենք թուլամորթներից, վախկոտներից, վաճառված, վախվորած մարդկանցից, որպեսզի մեր ամրոցի բանալիները չհանձնվեն, որպեսզի Երևանը կարողանա պահպանվել, մնալ ազատ եւ պահպանել Սյունիքը։ Իսկ մնացածի մասին մենք դեռ կխոսենք։ Շնորհակալություն։